Успех построен на любви. Лебо Голд. Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, кетч, кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։ Մարանիկ։ Он черный, он горячий, он настоящий, он любимый, любимый Лебо, мой кофе. Ողջույն Երիկ, ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Հաճելի է շատ, համեցեք։ Ինչպես է տրամադրությունը։ Լավ, շատ լավ։ Բավականին ուշ հյուրընկալեցիք մեզ։ Ինչն է պատճառը։ Ճիշտն ասած, ժամի հետ կապված։ Այո։ Ճիշտն ասած, դասերը ժամ 1-ից մինչև 5-ը երկրորդ հերթով դասի էի։ Չէ, խնդիր չկար առավոտ։ Որտեղ եք սովորում։ Սովորում եմ Երևանի պետական բժշկական համալսարանում, բուժֆակ։ Բացարձակ իրարից տարբեր ոլորտներ են դերասանությունը եւ բժշկությունը։ Կխնդրեմ պատմեք, թե ինչպես հայտնվեցիք դերասանության ասպարեզում։ Դերասանության ասպարեզում հայտնվել եմ շատ պատահաբար, որովհետեւ դեռ 17 տարեկանում ես ուզում էի ինչ-որ աշխատանք էի փնտրում ու պատահական ընկերոջիցս հարցրեցի, ինքը որպես մոդել էր աշխատում։ Ինքը ինձ այնց բավականին ցածրահասակ էր, ինչ-որ sense տատուներով, բաներով, ու ես ասացի, եթե ինքը գնում մի ժամվա համար կոպիտ ասած այսքան գնում գումար է աշխատում, ես էլ կարող եմ փորձել այդ ոլորտում։ Ընկերս տեղավորվեց Alex աշխատանքի, Alex Thor բանում, խանութների ցանցում։ Դրանից հետո առաջարկ եղավ, որից հետո գնացի իրենց հետ առաջի անգամ բարտերային, հետո արդեն ֆինանսական պայմանավորվածությամբ սկսեցի իրենց հետ աշխատել։ Դրանից հետո մի հատ աղջիկ գտավ իմ էջը, սկսեց առաջարկել տարբեր պրոյեկտներ, գովազդներ, ու այնքան որ մի օր սկորի հերթապահության ժամանակ ես զանգ ստացա, որի ժամանակ ինձ առաջարկեցին գնամ կաստինգին Արմենիա։ Այսինքն աշխատում եք նաև շտապօգնությունում։ Այո։ Շտապօգնություն, ուսում եւ նկարահանումներ։ Այո, փորձում եք այդ ամենը համատեղել իրար հետ։ Փորձում եմ։ Որ ոլորտն է ամեն դեպքում հիմա ձեզ ավելի հարազատ, որովհետև ինչպես հասկանում եմ, թրծվում եք նաև որպես դերասան եւ արդեն թրծվել եք որպես բժիշկ, կարելի է ասել։ Շուտով բժիշկ, դեռ ունեմ ավարտելուն, որովհետև այս տարի նոր տեղափոխվում եմ 5-րդ կուրս, բժիշկ իհարկե, որովհետև ես սովորել եմ քոլեջում 3 տարի որպես տեղագործ, դրանից հետո տեղափոխվել եմ արդեն համալսարան ու համալսարանում 5-րդ տարիս արդեն որպես բուժական գործ մասնագիտությամբ։ 7 տարին չես կարող էլի ամենատես, բայց դերասանությունը ուղղակի սիրում եմ ու պաշտում եմ շատ։ Ձեզ այս ոլորտ բերեց ավելի շատ գումարը, թե ավելի շատ հայտնիությունը, թե ուղղակի աշխատանքի անհրաժեշտություն կար եւ դուք հայտնվեցիք այնտեղ, որտեղ որ հայտնվեցիք։ Սերը ոլորտի նկատմամբ, որովհետեւ ես սիրում եմ, որ ոնց որ դու գտնվես քո ապսեի մեջ, այո, ապսեի մեջ, որովհետև կարծես թե դու թեկուզ առաջի անգամ երբ ես գնացել էի նկարահանման, օդը կանգնում է, не знаю, կամերա, action ու լրիվ ուրիշ էմոցիաներ են։ Նույնը ես զգում եմ, երբ մտնում եմ օրինակ վիրահատարան, այդ երկու ոլորտներն են, որ ես ուղղակի չեմ կարողանում էլի տարանջատեմ իրարից, որովհետև կոպիտ ասած ես գնում եմ դաս անելու, դասից գալիս եմ տուն, գնում եմ աշխատանքի նկարվում եմ ու էներգիայով լի գալիս եմ տուն, որ դաս անեմ, հաջորդ օրը հասցնեմ դասերին։ Էներգիա տալիս մեկը մյուսին։ Դեռևս կանդրադառնանք ձեր զբաղվածությանը տարբեր ոլորտներում, հիմա կխնդրեմ խոսենք շքանշանների մասին։
Ինչի համար են դրանք տրվել ձեզ։ Եթե իհարկե ձերն են, եթե ես չեմ Իմն սխալվում։ են, այո, իմն են։ Երկար տարիներ սպորտով եմ զբաղվել։ Ինչպիսի։ Նախ ամենասկզբից գնացել եմ կարատեի, 4 տարի գնացել եմ Կիակուշին, Արմենի մոտ եմ գնացել։ Իմ կարևոր է թե չէ։ Շատ ողջույնները մեր Արմենին, Սողոյան, եթե չեմ սխալվում, չէ՞։ Սողոյան Արմենի մասին է, չէ՞ խոսքը։ Սողոյան։ Ոչ, լավ։ Ամեն դեպքում Սողոյան Արմենին ողջունում ենք։ Հիմնական դպրոցում։ Ես այնտեղ եմ սովորել, այնտեղ էլ գնացել եմ։ Կիակուշին 4 տարի հետո այդ ժամանակ ես ստացել եմ իմ առաջին մեդալը, որը կոպիտ ասած իմ դասատուի կողմից նվեր էր ինձ, ես չէի հաղթել, բայց ինքը ոգևորելու համար այս փոքրիկ մեդալը տվել է ու դրանից հետո լիքը հաջողություններ, բայց ուրիշ սպորտաձևում։ Ես հասկացա, որ կարատեն զբաղվեցի զուտ ինքնապաշտպանությամբ, որպես տղա, ես էլ խրախուսում եմ, որ պետքա տղան ինքնապաշտպանվել իմանալ ու ոչ միայն տղաները, նաև այս դարում նաև աղջիկները։ Դրանից հետո արդեն սպորտի ոլորտում գնացի թենիսի 3 տարի թենիս գնացել եմ ավելի շատ սիրողական, հետո մի քիչ առողջական խնդիրների հետ կապված ինձ առաջարկեցին տեղափոխվեմ Ծանոթ բժիշկ չկար այդ ժամանակ։ Ծանոթ բժիշկ այդ ժամանակ դեռ չէ։ Իմ գեներում բժիշկներ չկան, ես առաջինն եմ, բոլորը ֆինանսիստ են ավելի շատ։ Ու այդպես գնացի բադմինտոնի։ Բադմինտոնի գնացի, լիքոտ երեխա էի շատ, մարզիչս միշտ հույսեր չէր կապում կոպիտ ասած ինձ հետ, որովհետև ասում էր դե լիքոտ ես պիտի նիհարես, ես էլ ու սկսեցի աշխատել, այնքան աշխատեցի, որ ինչքան երևի 12 տարեկանում ես 65 կիլո էի, 65-67, երևի մի 20 կիլո գցեցի այդ ընթացքում ու հասա այս հաջողությունը։ Նպատակասլաց եք նաև։ Կողքից կարող են մարդիկ ասել, ես չեմ կարող։ Դե մեդալները վկայում են դրա մասին եւ ձեր պատմությունները նույնպես։ Մենք այսօր քաղցած ենք հյուրընկալվել ձեզ եւ ուզում եմ հասկանալ, որպես բժիշկ, ինչ եք խորհուրդ տալիս, ինչ պետք է ուտել եւ նաեւ հասկանանք դուք այսօր մեզ համար ինչ եք պատրաստելու։ Ես կողմնակից եմ մսի, միս։ Ինչ միս։ Ընդհանրապես ես խորհուրդ կտամ որպես մասնագետ ավելի շատ օգտագործել հավի միս, որը լեցուն է ավելի շատ իր սպիտակուցներով եւ մնացած ամեն ինչով, երկաթով եւ այլն, բայց այսօր փորձելու ենք թե հավի կրծքամիս, թե խոզի չալախաչ։ Հայրի կողմից սիրված։ Ամեն դեպքում որպես բժիշկ եմ այս հարցը ձեզ տալիս, որ սնունդն է, որ պետք է բացառել մեր սննդակարգից, որովհետև հիմա հատկապես ավելի շատ հավելումներ կան սնունդների մեջ, որն է, որ դուք որպես բժիշկ խորհուրդ կտաք, որ խուսափենք դրանցից։ Ես չեմ ասում խուսափեք ամեն ինչից, ես խորհուրդ եմ տալիս օգտագործել բոլոր սնունդները ավելի շատ բալանսավորված։ Նու պարզա պետքա բացառել չիփսերը, գազավորված ըմպելիքները, կեչուպներ, մայոնեզներ եւ այլն, բայց հիմնականում եթե բալանսավորված է լինում սնունդը, ամեն ինչը նորմալ է լինում։ Չափավոր սպիտակուց, ածխաջուր, ճար։ Իդեպ տեղեկացնեմ ձեզ, որ Սլաբադա ընկերությունը այն միակ ընկերություններից մեկն է, ով մարդկանց առաջարկում է էկոլոգիապես մաքուր թե կետչուպներ, թե մայոնեզներ եւ թե բուսական յուղեր, սա կապված մեր գործընկերոջ հետ, մի փոքր ուշ ավելի լայն ինֆորմացիա կտրամադրեմ ձեզ, բայց հիմա շատ տարածված է արագ աճեցվող մթերքները։ Դրանք վնասում են, թե դրանք այդքան էլ վնասակար չեն, ուղղակի դրանց մասին միֆեր են շատ պտտվում։ Ինձ թվում է մի բան է, որը բնությանը հակառակն է գնում, միայն կարող է վնաս բերել օրգանիզմին, որովհետև հավելումները շատ են։ Նրանք քիմիկատների շնորհիվ է, որ իրանք սկսում են ավելի արագ աճել, ավելի արագ տալ, չգիտեմ, պտուղ, թե չգիտեմ, սնունդ եւ այլն եւ այլն, էլի։ Ես դեմ եմ այդ ամեն ինչին իրականում։ Նու մենք բոլորս էլ հայ ենք, մեր սննդակարգում այդ ամեն ինչը կա, բայց ինչ արած։ Էրիկ, վերջին զանգը կարծես թե առաջին մեծ նախագիծն էր, որում դուք հայտնվեցիք, ճիշտ է։ Ճիշտ եք, այո։ Միանգամից սրընթաց աճ գրանցեց այն ձեր կյանքում, վստահ եմ, հատկապես ճանաչելիության առումով։ Դուրս եք գալիս փողոց, վստահաբար ձեզ ճանաչում են։ Ավելի շատ խանգարում է դա, թե օգնում է ձեզ։ Իրականում հաճելի է, երբ մարդիկ քեզ մոտիկ անում են, ուզում են քո հետ նկարվել, ես կյանքում այդպիսի էմոցիաներ չեմ ապրել, ու երբ որ գալիս են ու ասում են դուք մեր սիրված դերասանն եք ու ես 7 տարի բժշկությամբ եմ զբաղվում, ես ուղղակի փշակահում եմ այդ պահին, բայց ահա որ ոգևորվում եմ ու սկսում եմ փորձում եմ ավելի ու ավելի լավ կերտել Արամի կերպարը, չգիտեմ, արդեն հանդիսատեսը պետք է ասի լավ է ստացվում թե ոչ։ Ինչ տեսակի դերերն են ձեզ ավելի հոգեհարազատ։ Ցանկացած պատրաստ եմ։
որովհետև ես ուզում եմ ինձ տեսնել բոլոր դերերի մեջ, թե վատ կերպար, թե դրական կերպար, բոլոր։ Ինչպես ասացի, ուշ եք մեզ հյուրընկալել եւ արդեն 19-ից 20 է կարծես, թե ժամանակն է, որպեսզի սնվենք, որովհետեւ այսօր ամբողջ օրը չենք սնվել, սպասել ենք այս պահին։ Ինչ ունենք գնելու խանութից։ Ինչ է անհրաժեշտ։ Ես միսը գնել եմ, ֆարշ արել եմ, ամեն ինչ արել եմ, դրել եմ, մարինացրել եմ, այո։ Մնացած արդեն բանջարեղեն, կարտոֆիլ, ինչ որ տենց բաներ կգնանք կառնենք արդեն։ Պիտի գնանք խանութ։ Այո։ Դե շատ բարի։ Առաջարկում եմ արդեն նկարահանումները շարունակել ձեր բակում։ Համաձայն եք։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Էրիկ, արդեն ձեր բակում են գտնվում եւ ինձ համար ամենացավոտ թեմաներից մեկը պետք է շոշափեմ, բայց ձեր բակում իհարկե դա ցավոտ չէ, հակառակը գովելի է։ Կա խաղահրապարակ։ Այո։ Այս շրջանում դուք էլ որպես բժիշկ կարծում եմ կփաստեք, որ ցավոք սրտի երեխաները քիչ են բակում խաղում եւ դա առողջության հետ անմիջական կապ ունի։ Եվ վտանգավոր է առողջության համար, որովհետև անդադար նստած, անդադար հեռախոսների մեջ ինչ խորհուրդ կտաք, խնդրեմ, տեսախցիկին կարող եք ձեր խորհուրդն ուղղել որպես ապագա բժիշկ։ Իրականում այս բակը բացառություն է, որովհետև այստեղ երեխեքը կարծես թե հեռախոսից կտրվել են ու շատ հաճախ ես նկատում եմ, թե ինչպես են իրենք իջնում այստեղ խաղում ու շատ դեպքերում է ես եմ իրանց միանում ու սկսում ենք իրար հետ խաղալ, բայց խորհուրդս այն է, որ կյանքը շատ կարճ է, երեխեք ջան, իրականությունը պետք է միշտ գնահատել, հասկանալ, որովհետև շատ արագ կանցնի ձեր մանկությունը, իսկ մանկությունը բոլորիս կյանքում, թե դուք ինձ թվում է թե բոլորս կփաստենք, որ այն քաղցր անուշ հոտով տարիներն են, որտեղ մենք իջնում անուն գոռոցի ենք խաղացել, հալամուլա ենք խաղացել, չգիտեմ, իմ սենդակիցները 7 քարել են խաղացել եւ այլն, էլի։ Էրիկ, շատ կամոտ է այս պահին ձեր բակում, որովհետև երբ նկարահանում էինք ձեր տանը, ահեղ ջրհեղեղն էր դրսում։ Հիմա ժամանակն է, որպեսզի տեղափոխվենք մեքենայի մեջ։ Ում մեքենայով են գնում, մեր թե ձեր։ Ունեք մեքենա թե ոչ նախ։ Մեքենա ունեմ։ Ահա, մեքենան։ Բայց անհնար է դուրս գալը, որովհետև արգելափակված է, այո։ Պետք է խնդրենք կամ չգիտեմ, այն մեքենան հելնի կամ էլ կարող ենք ձերինով շահել։ Դե կգնանք մեր մեքենայով ուրեմն։ Գնացինք, համեցեք։ Հեշտ է Երևանում մեքենա վարելը, թե չէ։ Բարդ է բավականին։ Բարդ է։ Չես նեղվում։ Չեմ նեղվում, բայց հարմարվել եմ արդեն։ Հասկացա։ Դե լավ։ Ես այդ ծանր պարտականությունը այսօր կվերցնեմ ինձ վրա։ Շնորհակալ եմ շատ։ Էրիկ, դուք ընտրել եք մի մասնագիտություն, որի պրոֆեսիոնալը դառնալու համար անհրաժեշտ է ամենաերկար տևողությամբ կրթությունը։ Չի հոգնածրել այն ձեզ դեռևս։ Դեռ ոչ։ Իսկ կհոգնեցնի, ինչ եք կարծում։ Չի հոգնեցնի, որովհետև եթե մի բանը սիրելով ես անում, դժվար է սերդ կորի։ Դուք ասացիք, որ հարմարվել եք Երևանում երթևեկությանը։ Փորձում եմ հարմարվել, ժամանակի ընթացքում արդեն ես 18 տարեկանից քշում եմ ու որ ասեմ շատ եմ բողոքում, չէ, ուղղակի պետքա ամեն մեկը ռուլի չնստի։ Իսկ ինչն է, որ հատկապես ամենաշատն է ձեզ նյարդայնացնում երևանյան երթևեկության մեջ։ Խցանումները։ Միայն։ Շատ են նյարդայնացնում։ Երբ դու պետքա ուղղակի 2 կիլոմետր հեռավորություն անցնես, որը քեզ այնց խլում է 20 րոպե ժամանակ, իսկ ժամանակը մեր պարագայում ամենաթանկն է։ Հաղորդման այս հատվածում մեր հյուրերին մշտապես տալիս ենք այս հարցը եւ դուք նույնպես բացառություն չեք։ Ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը դառնար։ Հայաստանում կոնկրետ թե մարդկանց մեջ։ Հայաստանում մարդկանց մեջ թե շոշափելի երևույթներ, թե ոչ շոշափելի երևույթ։ Իրականում շատ բան կփոխեի մարդկանց մեջ, ավելի շատ մենտալիտետի մեջ, մտածողության մեջ, որ դուրս գար շատ ու շատ դեռ սովետական ժամանակից մնացած ինչպես ասեմ մտածողությունը սովետական մարդկանց մտածողությունը կփոխեիք, այսինքն սովետական ժամանակաշրջանի մտածողությունը ձեզ խանգարում է։ Ոչ, ես թե պահպանողական եմ, թե նորարարական եմ, այդ առումով պետք է հինը պահել, բայց չմոռանալ, որ աշխարհը գնում է դեպի զարգացման նորարարությունների ու շարունակել դրան համահունչ զարգանալ ու առաջ գնալ։
Կնշեք մի կոնկրետ երևույթ, որը մնացել է սովետական միությունից եւ ձեզ նյարդայնացնում է։ Չգիտեմ դա սովետականից է, թե հայկական մենտալիտետի մեջ է մնացել, բայց երբ որ դու դուրս ես գալի, թեկուզ քո ընկերու ընտանիքի անդամների հետ բակով սփոսնում ես եւ ինչ որ մեկը ուղակի պպզած սեմուշկա է չրթում եւ թքում է իր կողքը, դա բավականին տհաճ երևույթ է։ Տհաճ երևույթ է շատ։ Չգիտեմ, դա սովետից մնացած, թե ինչ որ մենտալիտետից մնացած ինչ որ դրույթներ են, բայց հաճելի չեն համենայն դեպս։ Պարզ է։ Շնորհակալություն Էրիկ սպառիչ պատասխանների համար, մենք հաջորդիվ կհանդիպենք արդեն խանութի դիմաց։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Եկավ գնումներ անելու պահը, եւ դուք ասացիք, որ մեզ անհրաժեշտ է գնել միայն բանջարեղեն, որովհետեւ մնացած առևտուրը դուք արդեն հոգացել եք։ Ինչ ենք գնելու, նախ մտնենք ներս, հասկանանք ինչպես եք իրականացնում գնումներ, որովհետև հետաքրքիր է մարդ, ով որ բազմազբաղ է հասցնում է արդյոք առհասարակ գնումներ կատարել թե ոչ, եւ եթե անում եք գնումներ, ապա ինչին եք տալիս նախապատվությունը։ Եկեք դե մտնենք, տեսնենք։ Կնշեք այն բանջարեղենները, որոնք մեզ անհրաժեշտ են, բարև ձեզ։ Ուրեմն, մեզ առաջնահերթ պետք է վերցնենք լոլիկ, եկեք վերցնենք։ Ինչ ենք անելու այդ բանջարեղենները, որպես աղցան ենք օգտագործելու, թե պետք է որպես գրիլի վրա օգտագործենք։ Ավելի շուտ որպես աղցանք օգտագործենք, տենց վարունգ պոմիդոր կանաչի վերցնենք։ Դե տարատեսակ լոլիկներ կան, հասկանանք ինչպես է կողմնորոշվելու, որ լոլիկն է ամենալավը առանց վաճառողի խորհուրդների։ Մեզ պետք է ուրեմն միջին լինի, պնդոտ լինի։ Ինձ մերոնք տենց են սովորացրել։ Միջին եւ պնդոտ լոլիկներ։ Այո։ Այլ բանջարեղեն, որը մեզ անհրաժեշտ է, եթե կա կարիք, ես կարող եմ ձեզ օգնել։ Վարունգ կարող ենք վերցնել։ Այո։ Երեք իսկ ինչու ընտրեցիք ամենամատչելի գնով լոլիկը։ Ես անկեղծ գնին չեմ նայ, եկեք ստեղից է վերցնել։ Չէ, բացարձակ էական չէ, ուղղակի ուզում եմ հասկանալ գնով առաջնորդվում եք թե ոչ։ Ես չափսերին էի անկեղծ նայում, գնին էլ այդ բայի դրությամբ չեմ էլ նայ։ Ամենամատչելին եմ վերցնել։ Այո, արժե 870 դրամ, մինչդեռ կա նաև 1550 դրամանոց լոլիկ ձեր ետևում է այն գտնվում։ Եկեք ուրեմն մի քիչ սայնց կվերցնենք լոլիկ։ Մի քիչ կվերցնենք 1500-ից։ Նույնիսկ, այո, ինչու ոչ։ Բայց ես չէի կասկածում, որ դուք իրականում առատաձեռն եք, ուղղակի ուզում եի հասկանալ գնով կողմնորոշվում եք թե ոչ։ Անկեղծ Ուրիշ մթերքներ մեզ անհրաժեշտ են։ Ուրիշ մթերքներ, այո, հեսա վարունգ կվերցնենք, սունկ եմ ուզում վերցնեմ, կարտոֆիլ եւ վերջ կարծում եմ։ Դե ձեզ ձեր մտքերի եւ մթերքների հետ թողնենք միայնակ, իսկ մենք կհանդիպենք արդեն դրամարկղի մոտ։ Համաձայն եք։ Այո, խնդիր չկա։ Շնորհակալություն։ Երեք կատարեցիք կարծես թե բոլոր գնումները, 970 տեսակի լոլիկ եք վերցրել։ Այո։ Սունկ, վարունգ եւ այս բոլոր մթերքների հանրագումարը կազմում է 3670 դրամ եւ առաջարկում եմ, որպեսզի հաղորդման շրջանակներում մենք վճարենք ձեր փոխարեն։ Եկեք ինձ մի առաջարկեք, դուք իմ հյուրն եք, ես չեմ կարող այդպիսի բան։ Դա պարտադիր առաջարկ է, մենք բոլորին դա անում ենք։ Հասկացա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Դե մեր հաջորդ հանդիպումը երևի թե կլինի արդեն ձեր պատշգամբում, որտեղ տեղադրված էր նաև այն հարմարանքը, որով որ պետք է կատարեիք եփման գործընթացը, եթե չի ստացվում, ես կարող եմ ձեզ օգնել, առաջարկը դեռ ռուժի մեջ է։ Ստացվում է։ Շատ լավ։ Դե արդեն կհանդիպենք ձեր բնակարանում, Երիկ, շնորհակալություն։ Շատ լավ։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալություն, հաջողություն։ Էրիկ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան Սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ ենք շատ, անպայման կօգտվենք։
Համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր եւ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ՝ կարմիր աղացած քաղցր պղպեղ, կարմիր աղացած կծու պղպեղ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ, ապակե տարայով, որը հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք արդյոք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Մառանիկ Համի գաղտնիք, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Մառանիկ, այո։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ շատ։ Էրիկ սուրճի սիրահար եք թե ոչ։ Այո։ Ուրեմն ներկայացնեմ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաեւ համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1-ում քրիմի լատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի նրբահամությամբ եւ անկրկնելի համով։ Coffee Joy թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Լեբո սուրճ 3 աշխարհամասերից սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն շատ, հատկապես սուրճի համար, ես սուրճ շատ եմ օգտագործում։ Դե, բարով վայելեք։ Շնորհակալ եմ։ Էրիկ, ներողություն եմ խնդրում ձեզ կիսամեջք նստած լինելու համար, որովհետև հաղորդման ռաբունին այդպես ցանկացավ։ Հիմա պետք է տաք ինձ հանձնարարություն եւ մենք միասին պետք է գործենք ձեր խոհանոցում։ Ես պատրաստ եմ ցանկացած հանձնարարության, խնդրեմ։ Եկեք Վահան ջան, ուրեմն ձեզ հանձնում եմ այս բույլը, այո, բանջարեղենային եւ կանաչեղենային բույլը հանձնեք ինձ, ինչ եմ անում Էրիկ։ Կտրատենք սալատի համար ավելի շատ կա։ Աղցանի համար կտրատում եմ իմ ճաշակով։ Այո։ Շատ բարի։ Ոնց պատկերացնում։ Դուք ինչ եք անելու, խնդրում Ես եմ։ կաշխատեմ ստեղ մսի հետ, սնկի եւ կարտոֆիլի։ Կարտոֆիլի կտրատեմ, սունկն էլ արդեն աղով համեմ եմ։ Շատ բարի։ Այս ընթացքում մենք եւ կգործենք եւ կզրուցենք, եթե դեմ չեք։ Այո, իհարկե։ Էրիկ, ես ցանկանում եմ նշել, որ ես մասնագիտությամբ դերասան եմ եւ աշխատում էի թե թատրոնում, թե նկարահանումում տարբեր նախագծերում։ Ինձ մի հարց է հետաքրքրում, իհարկե մինչև նկարահանումը ես ձեզ խոստացա, որ այդ հարցը ձեզ չեմ տա, բայց այն ինձ տանջում է ներսից, ներողություն եմ խնդրում։ Ինձ մի հարց է հետաքրքրում, ես լինելով դերասան մասնագիտությամբ կարող եմ կատարել որևէ թեթև վիրահատություն, ենթադրենք, եթե կարելի է դա համարել թեթև վիրահատություն, կույրաղիքի հեռացում, կարող եմ կատարել առանց որևէ վերապատրաստման եւ առանց փորձի։ Ինձ թվում է շատ բարդ է, որովհետեւ դուք նախ առաջինը մտնեք վիրահատարան, որովհետեւ վիրահատարան մտնելու համար թույլտվություն է պետք, մենք ուսանողներ լինելով շատ դժվար ենք մտնում վիրահատարան, բայց չգիտեմ, շոուի համար, նկարելու համար, կարծում եմ ինչ-որ որոշակի գործողություններ թեկուզ միայն լվացվել եւ ներկայություն ունենալ կամ ինչ-որ գործիք փոխանցել, բայց իհարկե 1-2 օր վերապատրաստվելուց գոնե հետո կարծում եմ կարելի է ինչ-որ մի բան կազմակերպել, բայց կարելի է նապաստակներից սկսել։ Շատ լավ։ Ես հասկանում եմ, որ այս հարցից համար մեզ հետևողները ինձ գամելու են անարգանքի սյունին եւ վատ մեկնաբանություններ են գրելու, բայց ամեն դեպքում տամ ձեզ այդ հարցը։ Իսկ ինչ եք կարծում, նորմալ է, որ մասնագիտությամբ ոչ դերասանը ծավալում է դերասանի գործունեություն, չէ՞ որ երկուսս էլ շփվում ենք մարդկանց հետ եւ մեկը մարդու մարմնի հետ է առնչվում, մյուսը հոգու։ Արդյոք ճիշտ է դա։ Նայեք, ինձ թվում է այդ մասնագիտությունները ինչքան էլ որ տարբեր են, այդքան է փոխկապակցված են։ Ես որ կաստինգի էի գնացել, կաստինգի տեղը ներկային բազում երեխեք, ովքեր որ թատերականը ավարտել էին, եւ ես ինձ մրցակից չէի համարում իրանց։ Ինչու՞։ Որովհետեւ այդ մարդիկ գնացել են 4 տարի սովորել են, ավարտել են թատերական համալսարանը ու դրանից հետո եկել են որպեսզի ընդունվեն։ Իսկ ես փոքրուց եղել եմ, եթե սիրել եմ գնալ թատրոնել, թե նայել, թե ֆիլմերով հետաքրքրվել, եւ այդ ամեն ինչը ինձ հոգեհարազատ է եղել։
ուղղակի ինչքան էլ ասում եմ, մեկը իմ համար այդ երկուսը շատ փող կապակցված են։ Ու ուղղակի որպես փորձ ա եղել իմ համար կաստինգը ու դրանից հետո արդեն դարձավ այն, ինչ որ կարելի է ասել, ուրեմն ճակատագիրը այդպեսին էր։ Կշարունակենք դեռ այդ զրույցը, բայց կխնդրեմ հիմա ներկայացնեք, թե ինչ եք անում Էրիկ։ Հիմա կարտոֆիլն եմ կտրատում։ Այս բոլոր մթերքները, որոնք որ դրված են ձեր առջև, տեղափոխվելու են ուղղակի գրիլի վրա եւ վերջ։ Այո, միան տեսա կարտոֆիլներն տեսնեմ բոլորն եմ կտրատել։ Միսը ինչպես եք մարինացրել։ Աղ, պղպեղ, սոխ եւ ձեթ։ Բայց հեսա մի փոքր էլ աշխատելու տեղ կա։ Ես սիրում եմ սենց մսի հետ սենց։ Էրիկ, դուք ասացիք, որ ես պետք է անցնեմ որոշակի վերապատրաստում, որպեսզի հայտնվեմ վիրահատարանում, ենթադրենք։ Իսկ դուք անցել եք որևէ վերապատրաստում նկարահանումների գնալուց առաջ։ Լավ հարց եք տալիս։ Իրականում նշեցի, որ 17 տարեկանից սկսած տարբեր պրոյեկտներում նկարվել եմ եւ բավականին փորձ եմ կուտակել այս 5-6 տարիների ընթացքում եւ կարծում եմ դա էլ է փորձաշրջան եղել։ Անցել եք որոշակի ինչ որ բաների միջով կարելի այդպես ասել նաեւ։ Նաեւ նշեցիք, որ շատ եք հաճախել թատրոններ, հետևում եք տարբեր նախագծերին, կխնդրեմ ջուրը փակեք, Էրիկ, որովհետեւ Դավիթը ինձ կազատի աշխատանքից շնորհակալություն։ Ունեք արդյոք մի այնպիսի դերասան, ում խաղը ձեզ շատ է դուր գալի, ժամանակակից հայ դերասանների մասին է խոսքը։ Ժամանակակից հայ դերասանների։ Այո։ Որպես կոմեդիայի ոլորտում ես ավելի շատ եմ սիրում Կրտիչ Արզումանյանին։ Սիրում եմ Խորեն Լևոնյանին, բայց ավելի շատ որ շատ եմ սիրում ինքը այս բայությամբ ավարտել է կոպիտ ասած իր երկնային կյանքը, դա երկնային։ Այո։ Երկնային կյանքը։ Չէ, երկրային։ Երկրային կյանքը, այո։ Կարպ Խաչվանյանն է, ինձ շատ է դուր եկել, թե ոնց է ինքը թատրոնում շարժվում, իր ճկունությունը։ Որ ներկայացումն է ձեզ ամենաշատը տպավորել։ Պահանջվում է ստախոս։ Հրաշալի է եւ գովելի, որ դուք լինելով բավականին երիտասարդ հասցրել եք հետևել Կարպ Խաչվանյանի գործունեությանը։ Եվս մեկ առիթ մեր հետևողների համար, որպեսզի ինձ սպանեն Կարպ Խաչվանյան, մեկ անգամից չստացվեց ասել։ Ինքն էլ երկնային կյանքը։ Մեկ, հաշիվը հավասար է։ Հավասարվեցիք։ Էրիկ, ինչ գործողություն ունենք առջևում։ Առջևում կարտոֆիլն էլ հեսա աղ պղպեղ անեմ, միսը կարծում եմ քանի որ վաղուց արդեն մոռացա։ Սառնարան, այո, սառնարան։ Խալաձենիկ էի ուզում ասել, ես ցիգերական ասեմ, էլի։ Այո։ Սառնարանում էր, արդեն բավականին մարինացվել է։ Հիմա կարտոֆիլն էլ մի փոքր մարինացեմ ու արդեն դուրս գնանք բալկոն։ Պատշգամբ ավելի գրական այնտեղ շարունակենք մեր գործողությունները։ Իսկ ես շարունակում եմ այս ընթացքում կտրատել լոլիկները, աշխարհի ամենաթանկ լոլիկն է ինձ բաժին հասել, եթե չեմ սխալվում։ 1500-ներ, այո։ 1550։ 1550 դրամանոց լոլիկները շարունակում եմ կտրատել։ Մենք պատրաստելու ենք ամառային աղցան։ Էրիկ, պետք է խնդրեմ, որպեսզի մինչ հաղորդման ավարտը դուք ձեր պատրաստած ուտեստի համար որոշեք մի որևէ անուն, ցանկացած անուն ընդունելի է, որովհետև մենք համտեսելու ընթացքում պետք է անվանակոչենք նաև ձեր պատրաստած ուտեստը։ Շատ լավ, վերջում կասեմ ուրեմն անուն։ Դե բնականաբար վերջում պետք է ասեք, որովհետև տալիս ենք հնարավորություն եւ ժամանակ ձեզ, որպեսզի կողմնորոշվեք, թե ինչ անուն կարող է այն ունենալ։ Շատ լավ։ Դե մենք արդեն կհանդիպենք հաջորդիվ, երբ մեզ հետևողներին կցուցադրենք, թե ինչ գործողություն է առաջ եկել։ Համաձայն եք։ Իհարկե։ Շնորհակալություն։ Իսկ հիմա գիտես ինչ եմ մտածում։ Մտածում եմ օրինակ ինչ վիրահատություն ես կարամ անեմ։ Ինչ կարաս կազմակերպես իմ համար մի հատ տենց փոքրիկ վիրահատություն։ Ինչ թղթեր են պետք դրա համար։ Շատ բարդ է վիրահատությանը մասնակցելը։ Բայց փոքրիկ վիրահատություն ինչ կա։ Մաշկային կարան գնանք իրար հետ պարապենք, ոնց են կարը դնում, ինչ են անում, բայց ես չգիտեմ, կթողեն վիրահատարան քեզ որպես ոչ բժշկական համալսարանի ուսանող։ Ուղղակի գամ միանգամից կարամ։
Պրոբլեմ չունես։ Լուրջ։ Մտնում եմ խոսում եմ ամբիոն վարիչների հետ, ծաղի հետ։ Բայց վերջում վրա ենք այդ էքսպերիմենտը իրականացնելու։ Իմ։ Չկա։ Ես պարկում եմ արդեն։ Լավ է։ Էրիկ աղցանը պատրաստվեց, մենք այս ընթացքում տեղափոխվեցինք ձեր պատշգամբ, որպեսզի անցնենք գրիլ կատարելու process-ին, գրիլացման process-ին։ Ինչ ենք անում, խնդրում եմ ներկայացրեք։ Նախ սկզբից ես արդեն նախապատրաստել եմ, ածուխը լցրել եմ, վառել եմ, հիմա հասել է ճիշտ ջերմաստիճանին, մոտավորապես 200 Celsius-ի, որի ժամանակ արդեն միսը դնելու պահն է։ Միսը դնելու ենք, այնուհետև փակելու ենք կափարիչը եւ սպասելու ենք մինչեւ ինքն իրենով առանց որևէ բան կատարվելու եփվի։ Այո։ Պարզ հասարակ։ Դե լավ, շատ բարի։ Էրիկ, արդեն դուք համարվում եք սերիալի լիարժեք անդամ, այսինքն ձեր կերպարը շարունակում է իր աճը գրանցել։ Բավականին դրական կերպար եք մարմնավորում, ես հասցրել եմ հետևել նաև այս ընթացքում, ինչ նկարահանման գալը եւ հաղորդման առաջին հատվածում ձեզ հարցրեցի, ասացի, որն է ձեր սիրելի ժանրը եւ որն է ձեր սիրելի կերպարային գիծը, դուք ասացիք բոլորը։ Ամեն դեպքում կցանկանաք հաջորդ նախագծում մարմնավորել կրկին դրական կերպարի, որովհետեւ նրանց ավելի շատ են սիրում, թե կցանկանաք փորձել նաև բացասական ինչ-որ դեր։ Կախված պրոյեկտից։ Ինչ պրոյեկտ պետք է լինի, որպեսզի համաձայնեք բացասական կերպար մարմնավորելու։ Չէ, մեծ սիրով կմարմնավորեմ բացասական կերպար, խնդիրը դրանում չէ։ Հələ ուղղակի դա իմ համար կարելի ասել մարտահրավեր է, որին ես դեռ չգիտեմ ինչպես կմարմնավորեմ, բայց կաշխատեմ լիարժեք ու ըստ ռեժիսորի պատկերացմամբ մամնավորել կարելի ասել, էլի։ Նկարահանող խմբի բոլոր անդամներին ճանաչում եմ, նրանք բոլորը իմ ընկերներն են եւ ես վստահ եմ, որ նրանք ձեզ շատ են օգնում նկարահանման process-ում։ Շատ։ Հիմնականում ում խորհուրդներն եք լսում, ով է որ ձեզ կարողացել է բերել եւ ճիշտ գծին հասցնել։ Ամեն մեկը իր ոլորտում է խորհուրդ տալիս, չգիտեմ, օրինակ զվուկավիկները մեր խորհուրդ են տալիս ավելի բարձր խոսալ, ավելի հստակ խոսալ, ռեժիսորը ըստ տեսարանի խորհուրդ է տալիս, չգիտեմ, ինչ շարժում այդ պահին կատարել, ինչ չկատարել, ինչ ավելի կերպարին սազական կլինի, չգիտեմ, սցենարիստները ասում են, որպեսզի ավելի ճիշտ դասավորությամբ ասեմ տեքստերը, իսկ մենք շատ դեպքերում մի փոքր կարող է եւ շեղվենք կոպիտ ասած հենց մեզ տրված բուն բառերից, էլի, բայց հիմնականում միտքը եւ շահադասությունը պահում ենք, էլի։ Էրիկ, մի հարց եմ ուզում ձեզ տալ, շատ գողտրիկ պատշգամբ ունեք, բայց մի բան կա, որը մեր նկարահանման process-ին խոչընդոտում է, կարող եք գուշակել ինչն է դա։ Սա։ Հրաշալի է, այո։ Սա ում գաղափարն է եղել հենց այսպես այստեղով պարանը անցկացնելը։ Տատիկիս, ու ես վախենում եմ կտրել, որովհետեւ կարող է հետո լուրջ անդրադարձ լինի, էլի։ Այո, տատիկի որոշմանը մենք դեմ չենք կարող գնալ դրա համար։ Ներողություն ենք խնդրում մեզ հետևողներից, որովհետև չունենք այլ տարբերակ մեր նկարահանման վայրը սա է։ Այսպես կանգնեմ։ Խոսենք տեսարանից նաև։ Հրաշալի տեսարան է բացվում, իհարկե երևի թե 15 տարի առաջ ավելի լավ տեսարան էր բացվում այստեղ, բայց հիմա շենքեր կան։ Առհասարակ ինչպես եք վերաբերվում այս բուռն թափով շինարարությանը Երևանում։ Իրականում այդքան էլ լավ չեմ վերաբերվում, որովհետև կոնկրետ այս դեպքում փակել են իմ տեսարանը, որը ես ամեն առավոտ սիրում էի նայել Արարատին, չգիտեմ, այստեղ առավոտյան հելնելով, սուրճ խմելով, ուղղակի ոգևորում էր, իսկ հիմա այս շինությունները փակել են եւ քաղաքի տեսքն էլ արդեն չի երևում, այն գեղեցիկ լույսերը, որոնք աստղերի նման կարծես թե ամբողջ տարածքով էին, հիմա մասամբ են երևում, կարծես թե պատուհան է բացվել այնտեղ, այս պատուհանով միայն տեսնում ենք Երևանյան լիճը այնտեղ հեռվում, բայց ինչ արած։ Որքան ժամանակ պետք է սպասենք, որպեսզի պատրաստ լինի այն ամեն ինչը, որ դուք պատրաստում եք։ Կարծում եմ 20 րոպե, այստեղ պետք է սպասենք, որ միսը լիովին պատրաստվի։ Կարտոֆիլներն էլ, մենք դեռ սունկ ունենք։ Այսինքն կարող ենք այս պահին մեր նկարահանումները դադարեցնել, հետո միանալ
մեզ հետևողներին այն ժամանակ, երբ արդեն այլ մթերքներ են լինելու։ Այո, սիրով։ Շատ բարի, շնորհակալություն։ Էրիկ, շնորհակալություն ձեզ հրաշալի լայֆ հակ մտածելու համար, դուք գտաք պարանից ազատվելու ելքը։ Շնորհակալություն, ներողություն տատիկին իհարկե, որ խախտել ենք այս ամենը, բայց հանուն նկարահանման էր։ Դե, ինչ է մեզ սպասվում։ Հասանք ամենահամով պահին, հիմա բարձրացնում եմ։ Պատրաստ ենք։ Միշտ պատրաստ։ Օ, բույրը հրաշալի է ուղղակի, միսը հյութեղ։ Շատ։ Էրիկ, ես ցանկանում եմ այսօր վերջին անգամ խոսենք ձեր երկու գործունեությունների մասին եւ դերասանության եւ բժշկության մասին։ Ինչ է պետք լավ բժիշկ եւ լավ դերասան դառնալու համար։ Սեր քո գործի հանդեպ։ Նպատակասլացություն ու շրջապատված այնպիսի մարդկանցով, ովքեր որ քեզ հավատում են։ Ինձ թվում է ու մի այսքան բախտ։ Շատ կարևոր է բախտը։ Ինչպես հասկացա ձեր խոսքից, դուք պատրաստում եք հիմնական ուղղություն ընտրել բժշկությունը։ Այո, բայց չսահմանափակելով ինձ թե ֆիլմերում, թե հետագայում արդեն նաև թատրոններում, ցանկություն կա թատրոնում խաղալու։ Շատ։ Բժշկության ո՞ր ուղղությունն եք ընտրելու։ Վիրաբուժություն, բայց թե կոնկրետ ինչ վիրաբույժ դեռ չեմ որոշել, որովհետև շատ բարդ է այդ ընտրությունը կայացնել, քանի որ բազմազան են ու ամեն կոպիտ ասած մեր ցիկլերով է դասերը, ամեն անգամ միտեղ գնալուց, մանկաբարձություն գնալուց սիրարվում ես այդ մասնագիտությանը, հետո գնում ես, չգիտեմ, գինեկոլոգիա, հետո ուրոլոգիա, ընդհանուր վիրաբուժություն շատ տարբեր են ու ժամանակ է պետք հասկանալու ու կողմնորոշվելու համար։ Հիմա շատ մեծ պահանջարկ ունի նաև պլաստիկ վիրաբուժությունը, դա ձեզ չի գայթակղում։ Ինձ փոքրուց շատ են մերոնք ասել պլաստիկի հետ կապված, շատ են ուզեցել, որ հենց պլաստիկ դառնամ։ Չգիտեմ, անկեղծ դեռ չգիտեմ, ժամանակ է պետք, որպեսզի ես լիովին հասկանամ ինչ եմ ուզում բժշկության ոլորտում կոնկրետ։ Չի այրվում միսը արդյոք այս պահին։ Միսը հանել եմ եւ ուղղակի չի ուզում ընդհատեի, բայց ջուր է պետք ժողովուրդ։ Ես կհոգամ ջրի հարցը, մի անհանգստացեք, ես հենց հիմա կխնդրեմ, որպեսզի ձեր հարազատները մեզ մի փոքր ջուր տան, որպեսզի մենք կրակը կարողանանք հանգցնել։ Էրիկ, 3 ֆիլմ կնշեք, որոնք խորհուրդ եք տալիս դիտել։ Այո։ Scarface, Լիցոս Աշրամը։ Advokat դյավոլը։ Ու Запах женщины։ Խնդրեմ, համեցեք։ Սոցիալական ցանցերում ակտիվ եք, թե ոչ։ Միջին։ Instagram-ում ակտիվություն ունեմ, բայց այդպես Facebook եւ այլ ցանցերում այդքան էլ չէ, ավելի շատ կոպիտ ասած անձնականը պահում եմ ցանցից դուրս, ավելի սահմաններ եմ դնում, էլի։ Instagram-ում ինչ եք ներկայացնում մարդկանց։ Ինձ իմ ապրելակերպը, իմ երազանքներ, ցանկությունները, որոնց որ ձգտում եմ գնալ եւ հասնել։ Իդեպ, նաև մեկ անդրադարձ։ Ձեր հաղորդումը կլինի YouTube-յան հարթակում եւ չէին սպասում KTM հարթակում հունիսի 14-ին, ճիշտ եմ Դավիթ։ Հունիսի 14-ին ժամը 12-ից սկսած կարող եք մուտք գործել չէին սպասում KTM կայք, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները։ Ձեր հաղորդումը նույնպես այնտեղ տեղադրված կլինի, ինչպես նաև կարող եք մեզ հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան հարթակներում, որտեղ նույնպես տեղադրված են մեր բոլոր հաղորդումները։ Իսկ հիմա ներկայացրեք, թե ինչ գործողություն է հաջորդում։ Շատ լավ, անպայման կհետևեմ։ Այստեղ սունկը գրեթե պատրաստ է, մի փոքր էլ երևի 2 րոպե։ Եվ իդեալական կլինի։ Ինչ մնաց մեզ այս ամենը տեղափոխել մատուցվող ափսեի մեջ եւ տեղափոխել սեղանի շուրջ։ Այո։ Խնդրում եմ բացեք այդ սարքը։ Բացում եմ սարքը։ Այստեղ դեռ կարտոֆիլներ ունենք, որոնք դեռ ընթացքի մեջ են, բայց մենք կնստենք սեղանի շուրջ, մինչև նրանք պատրաստվեն, ժամանակ չկորցնենք։ Շատ բարի։ Դե մեր հաջորդ հանդիպումը կլինի արդեն սեղանի շուրջ։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Ու միշտ թարսի պես տենց է չէ լինում,
խորոված էլ անելուց սովորաբար կարտոշկեն միշտ մնում է վերջում ու կամ վառվում է կամ մոռանում են կամ հումա մնում, սենց լավ է։ Գնում նստում սեղան մի երկու պայթ։ Իսկ այսօր ոնց է լինելու ըստ քեզ։ Այսօր կհիշենք։ Կհիշենք, այսինքն սենց թողում ենք գնանք, հետո հետ գանք։ Հուսամ լավ, գնացինք։ Ասավ Բաղձալի պահ է, Երիկ, մենք պետք է համտեսենք այս ամենը, բայց մինչ այդ կխնդրեմ անվանակոչեք ձեր պատրաստած ուտեստը։ Սունկ, միս, կարտոֆիլ, սումիկա։ Շատ լավ, սումիկա։ Դե, մեզ բարի ախորժակ։ Բարի ախորժակ։ Սիրով եք պատրաստել, վստահ եմ, որ համեղ է լինելու, բայց փորձելուց հետո շատ ավելի անկեղծ կարծիք կհայտնեմ։ Վերջացավ։ Բարի ախորժակ։ Շնորհակալ։ Եվ այսպես սկսենք ամենապրոբլեմատիկից։ Կարտոֆիլից։ Կարծես թե եփված էր։ Սկսենք։ Ծխի համը հրաշալի հաղորդվել է կարտոֆիլին և եփվածությունը նույնպես իդեալական է ուղղակի։ Հաճելիորեն զարմացրեցիք Երիկ կարտոֆիլի հետ կապված։ Անցնենք սնկին։ Անցնենք։ Սունկը նույնպես համարվում է պրոբլեմատիկ մթերք և այն ընկնում է հիմնականում, եթե չես տիրապետում վերցնելու տեխնիկային։ Ինչ եք կարծում, եփվել է թե ոչ։ Ես չեմ սիրում, որ սունկը շատ է եփվում, հասկանալի է։ Կողմնակից եմ թեթև բրաժարկայի։ Երիկ խոսքեր չունեմ, շնորհակալ եմ ձեզ հրաշալի ընթրիքի համար, իրոք տպավորված եմ, ևս մեկ անգամ բարի ախորժակ, մեզ կմիանան նաև ձեր ընտանիքի անդամները, ովքեր հրաժարվեցին ամբողջ ընթացքում ներկա գտնվել նկարահանման հրապարակում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ ձեզ։ Հրաշալի է ստացվել ամեն ինչը, լուրջ։ Սունկը, բայց միսը մի հատ։ Միսը, որը բայց հավը թե խոզը։ Որն ես ավելի շատ սիրում։ Խոզը։ Խոզ։ Ես իմ ձեռով տնեմ։ Այո, իհարկե, հյուրասիրեք։ Շնորհակալություն։ Դե միսն էլ ունի, էլի վերցնելու տեխնիկա, տիրապետես այդ ամեն ինչին։ Բաստուրմա էր դրել, չէ՞, երկար ժամանակ։ Այո, ձեր գալուց 4-5 ժամ առաջ դրել եմ։ Միսն էլ արժեր այսքան սպասել։ Նոր մասնագիտություն էլ։ Համել խոհարար կփորձես։ Էդ էլ կարելի է փորձել։ Անտիր, աննման, մոգական։ Հավի մսից արի ես։ Չէ, հավի միսը, արի թողնենք հավի միսը, եթե կա խոզը, ես նախընտրում եմ խոզ, ոչ թե հավ։ Ուղղակի փորձելու համար։ Ուղղակի փորձելու համար խնդիր չկա։ Էս էլ։ Ոչ աղի կարիք է զգացվում, ոչ որևէ համեմունքի։ Խոսքեր չունեմ։ Իդեալական։ Հա, կարաս մտածես խոհարարության մասին նաև, բայց այն երկուսը թող չտուժեն դրանից։ Ինձ թվում է երրորդը արդեն։ Դե Աստված երրորդությունը չէ սիրում։ Հա, ինչու ոչ։ Մի հատ էլ բարի ախորժակ, շնորհակալություն։ Երիկ, շնորհակալություն համեղ ընթրիքի համար, իրոք որ զարմացրեցիք մեզ, ես մաղթում եմ, որ դուք մշտապես հաջողեք այնպես, ինչպես հաջողեցիք այսօր խոհանոցում։ Շնորհակալ եմ շատ, ուրախ էի ձեզ ընդունել, շատ հիանալի ժամանակ միասին անցկացրեցինք։ Շնորհակալություն, լավ մնացեք, հաջողություն։ Հաջողություն ձեզ։ Փաստորեն բարձրվում է լավ մարդիկ են։ Մեկան հաց կերանք, անուշայեցինք, կադրից այն կողմ լիքը լավ երաժշտություն լսեցինք, լավ կենացներ ասեցինք։ Դե ձեզանից է մնում է հետևեք սերիալին, լավ կոմենտներ գրեք։ Ես իմ ուժերի կարողությամբ բարմնավորեմ ձեր բոլոր սիրած կերպարները։ Ձեզ լավ օր։ Էրջանով էր ասել, որ լավ մարդիկ չենք, որ պարզվում է լավ էլ մարդիկ ենք։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику
настоящий ужин. Նորույթ Մարանիկից։ Մարանի համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Arabica cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Arabica cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Система Organic Control подтверждает безупречную природную чистоту масла Слобода. Слобода Organic Control. Проверенное качество природного продукта.